Սահմանադրական դատարանում մեկնարկեց 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները ու միասնության թևերը դեմոկրատիա, օրենքակարգապահություն, Բարգավաճ Հայաստան, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունները բարձր դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Քաղաքացիական պայմանագիրն այս գործով ներգրաված է որպես երրորդ կողմ։ Նիստին մասնակցում էին Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը։ Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չէին մասնակցում դիմումների քննությանը, կողմերի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմքով։ Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, իսկ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը ընտրություններին մասնակցած Հանրապետություն կուսակցության Երևանի ավականու համանուն խմբակցության անդամ էր։ Նիստի հենց մեկնարկին Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդեց, որ դատարանը գործի քննությունը շարունակի ամբողջ կազմով, այդ թվում դատավոր Արտակ Զեյնալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ։ Նրա խոսքով գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմով, ինչը որոշումների ընդունման կառուցակարգի խնդիր է առաջացնում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Բարթևանյանն էլ պնդում էր, որ դիմումի քննությանը չպետք է մասնակցեն դատավորներ Սեյդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը, պատճառն ըստ նրա լեգիտիմության խնդիրն է։ Բարձր դատարանն այդ միջնորդությունների վերաբերյալ այլ դիրքորոշում ուներ։ Այս հարցը քննարկվի եւ Սահմանադրական դատարանի որոշում դառնա, պետք է դատավորներից որևէ մեկը բարձրացնի դատավորի մասնակցության անհնարինության հարցը։ Եվ իմ հարցը եւ հայացքես ուղղում եմ դատավորներին, հարգելի գործընկերներ, որևէ մեկը այս պայմաններում բարձրացնում է դատավորներ Սաֆարյանի եւ դատավոր Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը սույն գործով բարձրացնում է որևէ մեկը չի բարձրացնում։ Ոմանց այս հարցը մենք համարում ենք սպառված եւ անցնում ենք առաջ։ Սահմանադրական դատարանը քաղաքական ուժերի դիմումների քննությունը շարունակեց 7 հոգանոց կազմով, մերժելով քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջնորդությունները։ Սահմանադրական դատարանի նախագահն իր խոսքում ընդգծեց. Քշերքի վրա դրված էր հետեւյալ հարցը. կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, դրանից բխող բոլոր դժվարություններով, որ պատասխանատվությամբ, որ գրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9, իսկ մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Այս երկուսի մեջ մեր օրենքը եւ առհասարակ տրամաբանությունը եւ իրավական ու ժողովրդավարական պետությունը պահանջում է, որպեսզի նախընտրությունը տրվի միշտ առաջինին։ Եվ մենք նախապատվությունը տվել ենք առաջինին։ Մենք որոշել ենք, որ պետք է այս գործը քննվի այլևս 7 հոգանոց կազմով։ Այնուհետև Սահմանադրական դատարանն անցավ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննարկմանը։ Ընդդիմադիր բոլոր ուժերի պնդումը նույնն էր։ Ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համակարգային կիրառմամբ։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը նաև պնդում էր, կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում տնից դուրս գալու հնարավորություն չի ունեցել։ Հիմա հարց բարձր դատարան, իսկ եթե ունենար, դա ազդեցություն կունենար ընտրության արդյունքների վրա։ Կարծում եմ այն փաստը, որ նույնիսկ սույն գործով երրորդ անձ ներգրավված ուժը Սամվել Կարապետյան անձն անունի դեմ ընտրական օրենսգրքի փոփոխություն է նախաձեռնել, կարելի է կռահել, որ այո կունենար։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ավելին պնդեց, որ ընտրախախտումները ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող եւ պարբերական բնույթ։ Ըստ էության հանրային իշխանությունը հիբրիդային արշավանք էր սկսում, խաչակրած հիբրիդային արշավանք ազատ ընտրության կամքի նկատմամբ։ Անդրադառնամ այն դեպքերին, որոնք վերաբերում են պետության սահմանադրական չեզոքության կորստին, հանրային իշխանության կողմից հավասարության սկզբունքի խախտմանը եւ ընտրական գործընթացի պատասխանատու հիմնական մարմինների վարքագծին։ Դրանք ձևավորել են ընտրական այնպիսի միջավայր, որտեղ ազատ եւ հավասար ընտրության սահմանադրական սկզբունքը պարզապես դադարում է գործել։ Սահմանադրական դատարանը լսեց նաև Հանուն Հանրապետության կուսակցության դիմումը։ Ըստ լիազոր ներկայացուցչի ընտրական հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական վարույթներն ու արձանագրված խախտումները պետք է գնահատվեն ոչ թե առանձին, այլ որպես մեկ ամբողջություն, որը կարող է վկայել ընտրողների կամքի վրա համակարգային ազդեցության մասին։ Եթե համակարգային ընտրակաշառքը չի առաջացնում սահմանադրական հետևանքներ, ձևավորվում է վտանգավոր նախապդեպ, նյութական ռեսուրս ունեցող ուժերը կարող են ժողովրդի ազատ կամքը փոխարինել կազմակերպված ազդեցությամբ մեխանիզմներով եւ հետագայում պահանջել այդ արդյունքի ճանաչում, հղում կատարելով քրեական վարույթների չավարտված լինելուն կամ յուրաքանչյուր քվեի անհատական հաշվարկի անհնարինությանը։
Նոր ուժ կուսակցության ներկայացուցիչը նույնպես նշեց, որ ընտրությունները զուգորդվել են քաղաքացիների ընտրական իրավունքի համատարած խախտումներով, որոնք էականորեն փոխել են ընտրությունների պատկերը, կասկածի տակ դնելով քվեարկության արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմությունը։ Կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հարությունյանը նշեց, իր քաղաքական ուժը ներկայացված բողոքով ավարտում է գործին մասնակցությունը, ինչի վերաբերյալ գրություն կներկայացնեն Սահմանադրական դատարան։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանն էլ միջնորդեց անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանին որպես վկա հրավիրել Սահմանադրական դատարան ընտրակաշառքների վերաբերյալ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար։ Յոհաննիսյանը Facebook-յան էջում գրառմամբ արձագանքեց միջնորդությանը, նշելով, որ եթե բարձր դատարանը բավարարի միջնորդությունը, պատրաստ է պատմել, թե ինչու է պնդում, որ քվեարկած անձանց 6-ից 10% ընտրակաշառք են վերցրած եղել։ Սահմանադրական դատարանում նիստին զուգահեռ օրվա երկրորդ կեսից սկսվեց ընդդիմադիր ուժերի կողմից նախօրոք հայտարարված հավաքը։ Դատարանի մոտ հավաքված փոքրաթիվ քաղաքացիների թվում էին Ռոբերտ Քոչարյանի որդին ու Սամվել Կարապետյանի եղբորորդին, Հայաստան դաշինքից Գիղամ Մանուկյանն ու ընդդիմադիր ուժերի այլ ներկայացուցիչներ։ Ընտրությունների արդյունքները վիճարկող Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ընդդիմությունը պատրաստ է գնալ ամեն ինչի։ Ով ընդդիմադիր է, ով էս պայքարի մեջ է, մեծ հաշվով կարծում եմ ամեն ինչ էլ պատրաստ է։ Դատարանը ավարտեց կողմերի դիմումները լսելու փուլը։ Նիստերը կարող են շարունակվել եւս 7 օր, այդ թվում ոչ աշխատանքային օրերին։ Վճիռը պետք է հրապարակվի ամենաուշը մինչև հուլիսի 4-ը։ Որպես պատասխանող հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխաններով դատախազության, ներքին գործերի նախարարության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Քրիստինե Թորոսյան, Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։